նա ներկայացնում է, որ դպրոցում բարբերաբար դրամահավաքներ են տեղի ունենում, ուսուցիչներին ինչ-որ նվեր քարտեր են տրամադրում ու այն երեխաները, որոնք չունեն, ստիպված տալիս են, դուք դրա հետ կապված ինչ կասեք։ Օրինակ, ով կխոսի առաջին, ինչ-որ տենց ներկայացնի։ Մեր դպրոցը շուրջ 3 տարի է Ընկեր Հարությունյանի տնօրինությամբ աշխատում ենք Ժրաջան, ոչ մի վայրկյան մենք չենք մտածում, որ ծնողներից ինչ-որ ակնկալիքներ ունենանք։ Երբևէ այդպիսի բան չի եղել նաև նախորդ տնօրենի ժամանակ։ Եվ այստեղ այնքան շատ վաստակաշատ ուսուցիչներ կան եւ տարակարգ ունեցող եւ կամավոր ուսուցիչներ, որ չեմ կարծում, որ հարցը պիտի հասներ նրան, որ ինչ-որ մի ծնողի բողոքով այսքան աղմուկ բարձրանար, լրատվամիջոցները այսքան խառնվեին իրար, մեր անդորը, մեր աշխատանքային մթնոլորտն էլ խառնեին իրար։ Մենք բոլորս հարգում ենք Ընկեր Հարությունյանին եւ մեր կոչումը, մեր առաքելությունը, ուսուցչի վեհ առաքելությունը մենք փորձում ենք բարձր պահել։ Չնայած այս ժամանակներում շատ դժվար է դա պահելը, որտեղ ուսուցիչը դարձել է ամենահետին օղակը, որին կարելի է տրորել։ Չգիտեմ, մենք այս պատասխանատու աշխատանքում չենք թերանում, ամբողջ նվիրվածությամբ աշխատում ենք։ Եվ արդյունքը կարծում եմ շատ լավ է, մենք շատ բարձր արդյունքներ ունենք եւ մենք շատ վրդովված ենք ամբողջ կոլեկտիվով, մի քանի օր է, մի քանի անգամ է, 3 տարի, արդեն երևի որևէ անգամ, բազում անգամներ գրել է, փորձում ենք բանի տեղ չդնել, բայց չի ստացվում, չի կարելի այդքան ուսուցչին պախարակել, նկարել, սկրին անել, գցել էջերը ու մեր դպրոցի անունը փորձել վատաբանել։ Նշել է մեզ մոտ, որ իր երեխային դպրոցում նվաստացրել են, որ այնպես են արել, նման բան չի եղել։ Նման բան չի եղել։ Մենք փորձում ենք իր երեխայի նկատմամբ փորձել ենք ավելի ուշադիր լինել, որտեղ ինքը այնպեսի ծնող էր, որ ամեն մի բանից կարող է բողոքել։ Իսկ մենք ավելի ուշադիր պիտի լինեինք, որ հակառակը չէր կարող նման բան լինել։ լինել։ Ինքը մեկնաբանում, օրինակ դպրոցից երեխային հանել է։ Ինքը ասում է, որ իբրև ուսուցիչների վերաբերմունքի պատճառով։ Հələ կներեք, իսկ դուք գնացել եք հետքերով, նոր դպրոցում տեսել եք ինչպեսի վերաբերմունք դրսևորվեց իր երեխայի նկատմամբ։ Խնդիրներով մարդը եւ դժվարանում է կոլեկտիվը։ Արդյոք այնտեղ չի նշային պաշտպանելով։ Խնդիրներն իրենից է, ինքն է առաջանում։ Հենց սկզբում դուք նշեցիք, չնայած բոլորը հավաքվել եք, որ չեք ուզում տեսանկարահանման միջոցով, այսինքն ձեր դեմքերը չեք ուզում երևա, քանի որ պատճառը պատճառը է, որ տեսանկարահանումը անձանց նկարները կարող է հայտնվել համացանցում, թիրախավորվել իր կողմից եւ անպատվից բառերի արժանանալ ոչ ճիշտ։ Նման դեպքեր շատ են նման դեպքեր շատ են։ Ուսուցչի նկարը մեծացրած, իր էջում դրած եւ շատ անպատվաբեր Իսկ խոսքեր։ դպրոցում ունենք 900 աշակերտ, պատկերացնում եք, այդ 900 աշակերտը մեր նկարները տեսնելուց կամ լավ մեր ընտանիքի անդամները, ինչքան վիրավորական, ինչ լարված իրավիճակում ենք մենք աշխատում։ Արհեստական լարվածություն, անընդհատ, անպատճառ։ Պիտի ասեմ, որ ծնողների կողմից էլ բազմաթիվ դժվարություններ կան, որ եթե որևիցե ծնող փորձում է հակադարձել, ապա հայտնվում է նույն կարգավիճակում, վերցնում է նրանց նկարները, դնում է, անշնորհք բառեր է գրում ծնողների, ընտանիքներով 8 ամսական երեխայի նկարի տակ այնպիսի բառեր գրել, որ ես ուղղակի ամաչեցի, որ կարող է հայ մայրը երեխայի նկատմամբ նման բառ կիրառել, ինչի համար, որ տվյալ ծնողը փորձել է պաշտպանել դպրոցին, ոչ թե պաշտպանել, այլ ներկայացնել իրականությունը։ Այո, Տիկին Հարությունյան, իսկ այսքան ժամանակ նրա երեխայի հետ կապված ինչ-որ խնդիր դպրոցում եղել է, այսինքն Ոչ, չի եղել։ Ես ասեմ, արդեն 3 տարի ես տնօրեն եմ, 3 տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ, մինչև անգամ պատգամավորների է հրավիրել, կրթության ասպարեզի պատկան մարմիններ են եկել, բազմաթիվ բողոքներ ազգային ժողով, ամենաչնչին, ասենք, ինչու դպրոցը դարձավ կաբինետային համակարգ, եկել են, քննարկել են, որից հետո, որը ընդհանրապես իրեն չվերաբերվող եւ ցանկացած քայլ արվում է պատկան մարմինների հետ քննարկելուց հետո, որտեղ, չգիտեմ, ինքը իրեն իրավունք է վերապահում ամեն ինչի մեջ խոսել, խառնվել եւ դա վերլուծել, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորվեց։ Դրամահավաքի հետ կապված ասեմ հետեւյալը։
Մի օր ես ծնողներից լսում եմ դժգոհություն, համարյա 10 ծնող ինձ ներկայացրեցին, որ Անուշ Զուրաբյանը, ով տվյալ պահին խորհրդի նախագահ էր, իր դասարանի խորհրդի նախագահ, առաջարկում է 5000 դրամ հավաքել դասղեկի ծննդյան օրվա առթիվ։ Բնականաբար առաջինը կանչեցի դասղեկին, խոսեցինք, քննարկեցինք, դասղեկը մինչև անգամ դիմում գրեց, որ ես պատրաստվում եմ դիմում գրեմ, որովհետև արդեն ես էլ չգիտեմ այդ ծնողի հետ ինչ անեմ, բոլոր ժողովներին կռիվ է սարքում, անընդհատ դասարանի անդորը խառնում է, խանգարում է ինձ աշխատել եւ նմանատիպ բաներ։ Բնականաբար ես ծնողի ասելով դասղեկին չէի կարող դիմումը ստորագրել, դասղեկը մնաց իր դերում, բայց հաջորդիվ տվյալ ծնողը իր կազմակերպված ձևով ինձ զանգեց, որ ես կգամ ձեր մոտ, ես ընդառաջեցի, ասեցի, ոչ թե ընդառաջեցի, դա իմ պարտքն է, պիտի ծնողը գար, որ զրուցեին։ Եվ եկավ մի քանի ծնողների մոտ, դռան դիմաց կռիվ սարքեց, դեռ իմ կաբինետ չհասած, մի խոսքով ես չեմ ուզում սա քննարկել, որովհետև այդ հարցը դատարանում է, դատարանում քննարկվում է, հասել էր նրան, որ ինքը տղամարդ ուսուցչին խփել էր ծաղիկով, եւ այդ թեման հիմա դատական գործընթաց է, մենք որպես վկաներ գնում ենք, վկայություն ենք տալիս եւ յուրաքանչյուր դատից առաջ, ասենք եթե վաղը դատն է, 2 օր առաջ ինքը մեր նկարներն է դնում, չգիտեմ, վատ բաներ է ասում ուսուցիչների նկատմամբ, մի օր դրամահավաքն է, մյուս օրը կաբինետայինն է, այն մյուս օրը ինչու երկար դասամիջոցը այս պահին չկա, կամ նմանատիպ անհիմն դպրոցի ներքին հարցեր, որը քննարկում են ծնող խորհրդի նիստերում։ Ինքն ասում է, ես ծնող խորհրդի նախագահ եմ, 1 տարի շարունակ ինքը եղել է ծնող խորհրդի նախագահ, ոչ մի նիստի ներկա չի եղել։ Այդ բոլոր հարցերը մենք քննարկում ենք ծնող խորհրդի նիստերում, իսկ ինքը ներկա չի գտնվել։ Այսինքն հիմա դրամահավաքը ասում, որը չկա, բայց իրան կարելի է 5000 դրամ առաջարկել, չեն հավաքել, որտեղ չեն համաձայն, լավ են արել։ Իրենց իրավունքն է, չեն համաձայնվել, բայց ինչի է ինքը մեղադրում բոլորին դրամահավաքի մեջ, երբ որ հիմա ինքը կամ էքսկուրսիա է կազմակերպել, 3 տարի էքսկուրսիայի գումարը չի տվել, որ մարդիկ գնան էքսկուրսիա, հետո գնացել են, ես եթե չեմ սխալվում, մինչև վերջերս չեմ մտածում հիմա տվելա չի տվել, ինքը ծնողներին պարտք է էքսկուրսիայի գումար, լավ կլինի դրա մասին մտածի, դպրոցում դրամահավաք չկա, ոչ մի ուսուցիչ դրամի կարիք չունի, ավելացնեմ նաև, որ մենք ունենք շատ լավ կոլեկտիվ, ես ձեզ ասեցի, 50 դասավանդող մանկավարժից 23-ը այսօր կամավոր ատեստավորումը համարյա կեսը։ Մենք ունենք 3-րդ եւ 4-րդ տարակարգ ունեցող ուսուցիչներ։ 4-5 հոգի արդեն փաթեթը ներկայացրել են, սպասում են պատասխանի։ 4-5 հոգի արդեն պատրաստվում են, միասին նպաստում ենք այդ փաթեթները ստեղծելուն, որպեսզի մենք այսօր հանրակրթության չեմ ասում իդեալական, բայց փորձում ենք, դրված ենք աշխատանքի, ամեն ինչ անում է այս կոլեկտիվը, որպեսզի հասնենք լավագույն արդյունքի։ Ունենք շատ լավ գործող շրջանավարտների խորհուրդ, շատ լավ գործող ծնող խորհուրդ, աշակերտական խորհուրդ, այն ամենը, ինչը անհրաժեշտ է այսօր դպրոցի։ Եվ ես ձեզ ուղղակի խնդրում եմ, ես շատ եմ հարգում լրագրողի աշխատանքը, բայց չի կարելի մեկ հոգու ասելով ցեղ շպրտել մի ամբողջ կոլեկտիվի վրա։ Կարող եք ինքներդ շրջել, համոզվել, զրուցել, սա այն կոլեկտիվն է, որը փառավոր աշխատում է, ունենք 70-ին մոտ ուսուցիչներ, ունենք նոր ավարտներ, որոնք իրար հետ շատ լավ համագործակցում են, շատ հաշտ համերաշխ կոլեկտիվ է։ Ես դասերն եմ իրացած տարի, կազմակերպել, ոչ որ չգիտեմ ինչ ա գնել ինձ համար, այդ դասարանից չգիտեմ ինչքան ա հավաքել, ով է տվել, ինչ են արել, ու զարդ ա ինչ որ ուղարկել, ինձ նվեր։ Ես իհարկե անմիջապես դա իրենց եմ վերադարձել, որովհետև դրա կարիքը առհասարակ ստեղ ոչ մեկը չունի ծնողի ոչ մի արածի կարիք։ Բայց ինչի համար է այդ ամեն ինչը, ոչ թե ու ինչ ա ստացվում, էժանագից ասի, ինչ-որ չգիտեմ, սենց Կարևոր չի որ այսօր կանգնի ու ասի, որ ծնողը ուսուցչի համար ինչ-որ բան է արել, հա? Եսի։ Ինչի, գրքերի փող էլ չեն տալիս, երեխեքի տեղը դնում ենք, լավ, ոչինչ,
երեխուն մի բան կարնես այդ գումարով, չգիտեմ, անգամ էքսկուրսիա եք դնում, տեղը դնում եք թաքուն, ծնող կոմիտեին թաքուն, չի միջոցառում եք կամ նախագծային եք, տանում եք, բերում եք, կազմակերպում եք, տպում եք, հանում եք, ինչ անում եք, ուսուցիչն անում եք, որովհետև փառք Աստծո, մենք ունենք այդ հնարավորությունը անում ենք։ Այո, մենք բոլորս ունենք հնարավորություն, որովհետև մենք ստանում ենք աշխատավարձ։ Որովհետև մենք այնքան քիչ կոլեկտիվ ենք, որ մենք այո, այսօր մեզանից մեծ մասը բավականին բարձր աշխատավարձ է ստանում։ Ես չգիտեմ, այդ դասարանում ինքը եղել է ավագ Սոֆի, ավագ կլինես, ուսխորհրդի աշխորհրդի անդամ Սոֆի, դու պետք է լինես, դու պետք է ամեն տեղ իրան առաջ ենք տվել, ամեն տեղ իր այդ լիդերությունը մենք չենք կոտրել, հակառակը ասել ենք լիդերա մեծանում, ինչի թող ճիշտ իր հունը, ճիշտ հուն տալ, թող ինքը աճի այդ կողմով, ով է իր երեխուն երբևէ, չգիտեմ, գրավորը 10 անգամ ստուգել ենք, որ հանկարծ մի հատ տալ, մի հատ ստորակետ, մի բան սխալ չլինի, որ ինքը հանկարծ չբողոքի, ինչի համար։ Ուրիշ երեխեքին մի անգամ, երկու անգամ իրան ասել ենք մի հատ ավել բացատրենք, որ խնդիր չլինի։ Հա, այսքան անելուց հետո ինչի կարելի է սենց անել, հա։ Նա նշել է, որ ինչ-որ ձայնագրություններ ունի։ Ձայնագրություն ունի, տվել է ձայնագրություն, դրամահավաք, ձայնագրության մեջ ինչ ասում, այդ մարդու համար ոչ մի բան չեն կարել։ Դու դրամահավաք ես ասում ու քո ձայնագրության մեջ գնում է ձայնը, որ ոչ մի բան չեն կարել, այդտեղ դրամահավաքը որն է, որ լրատվամիջոցները դնում ու հրապարակում են առանց վերջնական ճշտել։ Այդ աներվայն Ես մի բան ասեմ, ես 12-րդ դասարանի դասվեկ եմ և այս անհետ թեմայից հետո տնօրենը ու ընդամենը ծաղիկներ պետք է գնեին ուսուցիչներին, հա, ընդամենը ու մեզ արգելվեց, որ այդ ծաղիկը այսինքն պետք է լիներ հանրապետությունում միակ դպրոցը, որ առանց ծաղիկ ուսուցիչը պետք է դպրոցից դուրս գար, ինչա մի ծնող, վերջի զանգի, մի ծնող հայտարարում է, որ դպրոցում դրամահավաք կա։ Այստեղ նստած են երկու դասղեկներ և ռեժիսորի դեր են կատարել, և սցենարիստի դեր են կատարել։ Եվ մինչև գիշեր ժամը 12-ը մնացել ենք դպրոցում փորձ են կարել ու պատվով հաղթահարել ենք այդ ամեն ինչը։ Ինչի չեք ասում, որ երեխեքին նշաններ են գնել իրենց կողմից, իրենց դպրոցը նարեկներ է գնել, դասղեկները իրենց կողմից նվերն են, մենք բացի գումար ծախսելուց, մեզ պետք չի այդ ծաղիկը, անգամ ծաղիկը պետք չի եղել, ուղղակի վատ ենք զգացել, որ այդքան դասված ուսուցիչը պետք է ձեռքերը թափ տալով դուրս գա ու մի հատ էլ ինքը հայտարարում, ասում է դու ով ես, որ պիտի ասես, ես ծաղիկի մասին չեմ խոսում, հələ մի հատ արի տեսնենք, դասղեկն է կամ ուսուցիչն է շատ գումար ծախսում, թե դու մի հատ զանգ եք առել ձեր երեխաներին, դուք կապեք ուսով եւ մենակ նա Փառք Աստծո, մենք շատ լավ ծնողներ ունենք, իրոք այնպիսի արժանինքներ ծնողները զանգել էին, մխկտում էին, ասում էին ո՞նց կարելի է, ընկեր Զաքարյան, ո՞նց կարան, ընկեր Գալստյան, ո՞նց կարան, մեր երեխաները բեմից դուրս գան, սենց չգրկեն, չփարվեն իրանց ուսուցիչներին, շնորհակալություն հայտնեն ու այդ բեմից իշներ ներքել։ Դա շնորհակալություն է, ուղղակի շնորհակալություն, եւ մեզ նա ստրեսի ենթարկել։ Դուք չի աշակերտել եք, ձեզ կոնկրետ նկատի Եվրոպայից աշխարհի լրատվամիջոցները, ովքեր հրապարակել են, չէ՞, այս նյութը, դուք էլ եք աշակերտ եղել, դուք ծաղիկներ չեք նվիրել ձեր ուսուցիչներին։ Կոմունիստի ժամանակ արդեն զզվում ենք այդ ծաղիկները։ մեր համար աշկերտու շատ ծաղիկ է։ Հա ոչինչ։ Ուրեմն ես պիտի նաև ասեմ, որ ահա որ հետապնդում կա եւ իմ նկատմամբ եւ բոլոր այն դպրոցի աշխատակիցների նկատմամբ, ովքեր դատարանում պիտի ցուցմունք տան։ Ուրեմն դեպքի տվյալ դեպքի օրը
ովքեր տեսախցիկի դիմաց եղել ա, որ անցել դարձել են, նման մարդկանց կանչել են վկայություն տալու։ Եվ ամեն դատից առաջ այդ մարդկանց վախցնում ա, զանգում ա ընտանիքների անդամներին, իրաց տղաներին, ամուսիններին։ Ես չեմ հասկանում, սա թույլատրելի բան է, ասենք կարելի է։ Դատական պրոցեսը գնում է, դատարանը զբաղվում է դրանով, արդեն 2 տարի է, ինքը ամեն օր վախցնում է բոլորին։ Փոխեք ձեր նախաքննական ցուցմունքները եւ այլն եւ այլն։ Իսկ ով ասեց, որ մարդը իրավունք ունի իր նախաքննական ցուցմունքը փոխել։ Դա արդեն տվյալ մարդն է անգլում։ Կամ եթե մի բանը կամերայով երևում է, տեսախցիկը ֆիքսել է, ո՞նց կարա մարդը այլ բան պատմի։ Չէ՞ որ այդ ամեն ինչի հիմքը հենց տեսախցիկն է։ Ամբողջ գյուղի դպրոցի աշխատակիցների նկատմամբ այդ վարքը դրսևորվում է, ես չգիտեմ, իրան ինչն է այդ իրավունքը տալիս։ Տիկին Հակոբյան, եթե դժվար չի կխնդրեմ, դուք էլ են կողմ, հա, բայց եկեք այստեղ, որ ձեր ձայնը լսվի, լավ։ Քանի որ Անուշ Զուրաբյանը մեծամասամբ իր խոսքում ձեզ է նշում, որ դուք ուսուցիչներին փորձել եք, այսպես ասած, տրամադրել իր երեխայի դեմ, նույնիսկ հատուկ հրահանգել եք, նման բան եղել է, դուք ինչ-որ հրահանգ եք։ Չէ, ինքը դա ասել էր տնօրենի համար, որ իբր տնօրենն է ամեն ինչ անում, ինքը ինձ այսպես անդադ իմ անունը շոշափում են նրա համար, որ ես իր երեխայի հետ կոպիտ եմ վարվել, բայց իրականում պատմությունը սկսեմ սկզբից, որ դուք էլ տեղյակ լինեք, Սոֆիան շատ հաճախ վիրավորում էր դասավանդող ուսուցիչներին, շատ հաճախ։ Ու վերջի դեպքից հետո, երբ որ երիտասարդ ուսուցչին ինքը դասանում ասել էր, բայց դու մանկավարժական կրթություն ունես, որ եկել ես ինձ դաս ես հարցնում, ես Սոֆիային հենց միջանցքում, դասամիջոցի ժամանակ, նույնիսկ ովքեր աղմուկել եք, ես շշուկով Սոֆիային ասեմ, Սոֆիա ջան, ինչի ես ուսուցիչներին վիրավորում։ Ասեց, գիտեք, ուսուցիչները ինձ չեն սիրում։ Ասեցի, ինչի ես տենց վերցրել, բոլորն էլ այստեղ քեզ սիրում են։ Ասեց, դե որ մամաս ուսուցիչներին բան է ասում, դրա համար ինձ չեն սիրում, ինձ ընկեր Հարությունյանն էլ չի սիրում։ Դե ես այստեղ սկսեցի երեխայի հետ խոսել, հանգստացնել իրեն, ինքը սկսեց լացել, ասում Սոֆիա ջան, ինչու ես լացում։ Նույնիսկ հարցում ասում, կարող է տան ինչ-որ բան ա եղել, նեղված ես սենց հարցում եմ։ Չէ, ուղղակի, ոնց որ դե սիրտը լցվել է, լացում եմ, ու մեր խոսակցությունը այնքան շշուկով ա եղել, որ ձայն բարձրացնել կամ չգիտեմ, հանգիստ խոսում է իրար հետ։ Ու դրանից հետո այնպես ստացվեց, որ դասավանդում է հասարակագիտություն, դե հիմա երեխա էր, գրավորի մեջ թերացել էր, ցածր գնահատական էր ստացել, քառորդը 8 էր փակվել կիսամյակը։ Եվ հա, առաջին կիսամյակը էր փակվել ընդամենը։ Եվ դե այդ փաստը իր աղջիկա լացելու օգտագործեց դրա դեմ, որ ես ինձ վախեցներ, որ ես քառորդային 9 նշանակեի։ Եվ ես այստեղ ուզում եմ մի բանի մասին էլ խոսեմ, այնտեղ ինքը հելունագործության ուսուցչի մասին է խոսում։ Իդեպ ասեմ, այդ ուսուցիչը մեր վաստակաշատ ուսուցիչներից է, ով հիմա արդեն վաստակած հանգստի է գնացել։ Իր աղջիկը երբևիցե այդ պարագաները, որը պետք է տեխնոլոգիայի ժամին օգտագործեին, երբևիցե դպրոց չէր բերել, դե բնական է, ուսուցիչներ 2 էր նշանակել, էլի կիսամյակային գնահատականը ցածր էր։ Ու հասանք նրան, որ նույնիսկ մինչև ազգային ժողովի պատգամավորները եկան այստեղ հարց լուծելու, դե ոնց է եղել։ Մի առարկա, եթե 8 էր ստանում երեխան, արդեն ոստիկանությունից զանգում էին։ Ինչու է 8 ստացել։ Կներեք, սա ոստիկանության հարց է։ Նույնիսկ մեր վաստակաշատ էլի ուսուցիչներից մեկը այնքան հասցրեցին մայր ու աղջիկ, որ դասարանը թողեց, որովհետև ամուսնով, տղաներով, բոլորին խառնել էին իրար։ Ստիպված ինքը թողեց դասարանը։ Այդ դեպքի հետ կապված նա ասում է, որ ինչ-որ դասղեկին նույնիսկ հենց ձեր պատճառով է դասղեկը։ Լավ, ես այդ էլ բարձրաձայն եմ, ուրեմն դասղեկը բազմաթիվ անգամներ ես ասեցի, դիմել է, դիմում է գրել, կարող եմ դիմումը տալ նայեք, որ ես ուզում եմ հրաժարվել, որովհետև չի թողնում, որ ես աշխատեմ, բոլոր հարցերում ինձ խանգարում է, եւ տվյալ ամռանը, հենց այս նախորդ ամռանը, իրենք դասարանի, որ ասեցի գումարեր հավաքել, էքսկուրսիան չէր տեղի ունեցել, այդ ժամանակ ինքը դասղեկը, ես չգիտեմ, դասղեկներ ցանկանում գնալ թե ոնց, ես դասղեկի պատմությունը երբ որ իմացա, դասղեկին հրավիրեցի մոտ,
եւ խորհուրդ տվեցի, որ մի հատ դու ինքդ որպես մանկավարժ հələ հասկացի անհրաժեշտ է այդ էքսկուրսիան գնալ, թե անհրաժեշտ չի։ Այնպես արա, որ խաղաղ այդ հարցը լուծվի, որից հետո ծնողները պնդել էին, որ քանի որ մենք 3 տարի արդեն գումար ենք տվել, պահանջել էին, որ անպայման գնան այդ էքսկուրսիան, Անուշ Զուրաբյանը դեմ էր եղել դրան, նույնիսկ ինձ էլ զանգեց, որ ես չեմ ուզում գնամ եւ այլն։ Մի խոսքով, ի վերջո իրենք գնացել էին, ինքը իր երեխային չէր տարել այդ էքսկուրսիային, փոխարենը ինքը անձամբ գնացել էր եւ այդտեղ շատ վատ ձևով կռվել էր այդ հանգստյան գոտում, ահա որ կռիվ էր տեղի ունեցել ծնողների եւ իր մեջ նաեւ վիրավորել էր, անպատվել էր դասղեկին։ Եվ դասղեկն ինքն էլ դժգոհեց, ծնողներն էլ եկան դժգոհեցին եւ ես էլ մտածելով, որ դասղեկը ինքն էլ չէր ցանկանում այլևս այդ դասանում աշխատել, որովհետեւ 3 տարի, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 4 տարի դասղեկը անընդհատ դժգոհել է, որ տվյալ ծնողն իրեն խանգարում է դասղեկական աշխատանքները իրականացնելիս։ Եվ պատահել էր այնպիսի ստեղծվել էր այնպիսի իրադրություն, որ դասղեկին վիրավորել էր ծնողների ներկայությամբ, աշակերտների ներկայությամբ, տվյալ հանգստյան գոտում գտնվող այլ մարդկանց ներկայությամբ։ Եվ ես հասկացա, որտեղ դասղեկական աշխատանքը տուժում է, որ դասարանը չի կարող այդ մթնոլորտով շարունակել եւ նախ դասղեկ լինում են 1 տարով եւ ես տվել եմ մեր Ծովինար Արտոևնային, ով շատ լավ, շատ խաղաղ, իր ներկայությամբ էլ, երբ որ իր երեխան այստեղ էր, սեպտեմբերի 1-ից մինչեւ մարտի 10-11, երբ որ իր երեխային տարել է։ Դասարանում ոչ մի խնդիր չի եղել եւ ուսուցիչներն են գոհ եղել դասղեկական աշխատանքից եւ ծնողները եւ նույն Անուշ Զուրաբյանը բազմիցս ինձ ասել է, որ շատ շնորհակալ է, շատ լավ դասղեկ է, շատ լավ աշխատում է։ Հետո ինքը ինչ որ ամեն ինչից ինքը կարող է շնորհակալ ու մեկ էլ մի պահ կտեսնես մի լրատվականում մի բան գրվեց։ Ոչ adekvat պահվածք այնպես չի որ չպատճառաբանված ինքը մեկ էլ կգտնի մի թեմա ու ոստիկանությունից կգան, ոստիկանը կզանգի, իր նկատմամբ էսա կատարվել է, նա կատարվել, կներեք, բայց մեր աշխատանքը տեղից շատ ծանր է։ Մենք 3 հերթով ենք աշխատում, որովհետև մեր դպրոցի պայմանները 630 աշակերտի համար ստեղծված շենքում այսօր սովորում է 920 աշակերտ։ Առանց հետ էլ մենք շատ դժվար է այսօրվա դժվար պայմաններում տնօրինությունը, ուսուցչական կազմը, բազմամասնագիտական թիմը բոլորը սենց զգոն ամեն վայրկյան, որ ամեն ինչ խաղաղ ու լավ վերջանա, մենք ի վիճակի չենք ամեն օր նման պատմությունների մեջ ընկնել։ Ես շարունակեմ, կներեք Սոֆյան աշակերտական խորհրդի անդամ է, եթե ինքը այդպես ներկայացնում է, որ երեխան բուլինգի է ենթարկում այստեղ, աշակերտական խորհրդի անդամ է, հերթապահություններ դպրոցի վերահսկում, մասնակցում էր, ես հիմա նկարներ ունեմ ձեզ կտրամադրեմ, սեպտեմբեր ամսին 2 միջոցառում ենք ունեցել, երկուսում էր Սոֆյան շատ այսպես առույգ զվարթ մասնակցել է, եւ ես ձեզ կտրամադրեմ իմ ու Սոֆյայի վերջին զրույցը, որը այդ դեպքից 2 օր առաջ է, երբ որ մարտի 8-ի համար պետք է ինքը ռադիոհանգույց էր վարում, երբ որ ռադիոհանգույցը պիտի ես աշակերտական խորհրդին ձայնային է ուղարկել, որ ռադիոհանգույցը պետք է վարեն, ես ուզում եմ ուղղակի իմ ու իր խոսակցությունը դուք լսեք ու դուք ինքներդ համոզվեք, որտեղ է այդտեղ, որտեղ եմ ես այդտեղ, ուրեմն Սոֆյան ինձ գրել է բարև ձեզ, վաղը ռադիոհանգույցը որ դասարանինն է, ու ես պատասխանել եմ, խնդրեմ լսեք։ Այսպես բուլինգ է, ենթարկում այսպես խոսելով, խնդրեմ։ Այդպես են բուլինգի ենթարկում, միգուցե իր իմացած այդպես բուլինգի են ենթարկում դուք լրագրող եք, միգուցե ավելի շատ եք շփվում բուլինգի դեպքերի։ Բայց միջև այդ ինչ-որ խնդիր ունեցել եք դուք իր հետ, այսինքն ոչ մեկս չի ունեցել։ Չէ, նկատի ունեմ Անուշ Զուրաբյանի հետ ինչ-որ խնդիր եղել։ Ոչ, չեմ ունեցել։ Մշտապես խնդրահան իմանան տեղի ինչ-որ բաներ է խոսել, հրապականների հետ իմեն ոստիկանության, բայց իրականում ոչ մի լուրջ խնդիր չի եղել։ Նույնիսկ հիմա այս անկեղծանալ, երբ որ ինքը խնդիր էր ունենում,
շատ հաճախ էր ինձ զանգում, բողոքում էր, այսպես այնպես շատ հաճախ էր ինձ զանգում, հետո չգիտեմ ինչի, սենց մի անգամից սկսեց չզանգել ու այդ ոնց որ այդ 8-ից հետո զանգեց այդ 8-ը, որ նշանակել էի, իսկի չի նշանակել, ստացել էր վիրավորված եմ եւ այլն սկսեց խոսել ու ոնց որ դրանից հետո ինքը լրիվ իմ հանդեպ փոխվեց, բայց որևէ բան ես վստահեցնում եւ այստեղ ինձ ճանաչող բոլոր իմ գոլեգաները կփաստեն, որ ես որևէ երեխայի երբևիցե բուլինգի չեմ ենթարկում։ Արցախից եկել այստեղ մեզ շատ լավ ընդունել են, մեծ կոլեկտիվ է, շատ առողջ, բոլորը հիանալի մարդիկ են, չգիտեմ, այստեղ ես որ լսել եմ, կարդացել եմ, ես էլ եմ զարմացել, ես ինչ բառեր են գրում այս կոլեկտիվի մասին, մեջին եմ, ես աշխատում եմ, բայց դենց նման բան չեմ նկատելի, շատ տարօրինակ է թվացել, դաժե ես չեմ իմացել, որ կարողա մեր դպրոցից հետո, որ 22 տարի մի դպրոցում աշխատել եմ, կարողա որևէ մի դպրոցում դրանից հետո կարողանամ աշխատել։ Դելուց հավասար երևի, եթե ոչ առավել, վրդովվել եմ, որ խոսվում է, որ զինվորի անվան դպրոց է, ուրեմն զինվորի անվանակոչության միջոցառումը եղել է իմ երկրորդ միջոցառում ընկեր Մկրտչյան Տաթևիկի հետ միասին, որ մենք դպրոցը անվանակոչել ենք Ռուբիկ Բաղդասարյանի անունով, որից հետո մեր բոլոր զինվորների, եթե նույնիսկ այն ժամանակ սենյակներ չէր, մեր առաջին Ղարաբաղյան պատերազմի բոլոր զոհերի համար հուշարձանում շատ լինելով փոխտնօրեն մենք բազմաթիվ ամեն ինչ արել ենք զինվորի անունը բարձրացնելով, այսօր մենք ունենք զինվորի սենյակներ, ուղղակի խնդրում եմ, կարող եք այդ սենյակները նկարել եւ մեր Facebook-յան էջում նայել, ով է եղել դրա կազմակերպողը։ Եվ չեմ ուզում իր ասածը կրկնեմ, ուղղակի ուզում եմ հակադարձեմ, որ ես հպարտ եմ, որ աշխատում եմ մի դպրոցում, որը կրում է զինվորի անուն, եւ ես իմ ամբողջ կյանքում շատ բարձր պահել եմ զինվորի անունը, ընտանիքիս անդամ բոլոր տղամարդիկ զինվորներ են մինչև այսօր, մասնակցել եմ բոլոր պատերազմներին, ես շատ լավ գիտեմ ինչ է զինվորը, եւ բարձր եմ միշտ պահել զինվորի անունն ու պատիվը, ուղղակի անկեղծ չեմ ուզում կրկնել այն արտահայտությունները, որը թույլ է տալիս իրեն։ Տիկին Հարությունյան մի հարց էլ տամ, հիշեցի, որ նաև Զուրաբյանը նշում է, որ իր քրոջ երեխաներից մեկն էլ է այստեղ սովորել ու իրեն էլ են հանել։ Ուրեմն իր քրոջ երկու երեխան այստեղ են սովորել, երկուսը այստեղ են սովորել, շատ սովորական, ոնց իր աղջկա նկատմամբ վերաբերմունք նույնը քրոջ երեխաների։ Ավելին ասեմ, եթե ինքը չխանգարեր, գուցե եւ իր երեխան եւ քրոջ երեխաները շատ լավ, ոնց որ 900-ը նենց էլ իրենք։ Նույնիսկ Սահաբեկի կներեք, որ եթե աղջկան տանում նրանց էլ եմ տանում, ես չգիտեմ։ Քույրը ձայնի իրավունք չուներ, ասորին ինքն էր որոշում։ Մինչև անգամ ընտանիքում քրոջ իրանց ես գործ չունեմ, իրանք իրանց ընտանիքի հարցերը, բայց ուղղակի որ ասեցի քրոջ երեխաները, ես մի բան հիշեցի, երեխաներից մեկը մոտեցավ ինձ վերջին օրը ասեց Կերարությունյան, գիտեք մեզ ինչ էին ասում էին եկեք մի հատ կռվենք, նկարվենք, որ հիշատակ տանենք այս դպրոցից, ինչ եք կարծում, կռիվ նկարելը, իրոք հիշատակ էր, թող ողջագուրվեին նկարեին, թող իրար համբուրեին, փաթաթվեին, ընկերական տեսարան ստեղծեին, կռիվ նկարելը որն էր, այսինքն ստեղից մի ինֆորմացիա տանեն, իբր կռիվ է ու տրամադրեն ոստիկանությանը լրագրողներին, չգիտեմ, այդ երեխաները երեքն էլ, Սոֆյան էլ քրոջ երեխաներն էլ դպրոց էին գալիս, որ ստեղից մի բան տանեն, վատ բան, որ լինի նյութ լինի հետագայում ինչ-որ բանսարկությունների համար, այո, հրահանգավորված, եթե չխանգարեին, երեխաները սովորական աշակերտներ են եղել, Սոֆյան մի փոքր ավելի լավ սովորող, փոքր չէ, բավականին սովորող, քրոջ երեխաները մի քիչ ավելի, մի քիչ թույլ, բայց իրանց նկատմամբ ոչ մի վատ բան չի եղել,
Ընդհակառակի դրդմամբ քույրն էլ է երբեմն եկել, բայց ոչ իր աստիճանի։ Սոֆյան մեր ուսուցչուհուն դրսում տեսել է։ Այո, մեր վաստակաշատ, ասեք։ Ասեք ինքս Սեփոսյան։ Ուրեմն ես վերջի անգամ երբ որ տեսա Սոֆյան։ Որ խնդրեմ կմոտենաք մի փոքր որ Ես ափսոսում եմ, որ այդ երեխան դաստիարակում է այդտեղ, էլի, որովհետև այս ամեն ինչը ավելի շատ իր երեխայի վրա ազդելու, քան թե մեր վրա պիտի ազդի։ Աղջիկը ինձ տեսավ դրսում, ասում է դուք այսքանից հետո ինչ մտածեցիք, մի անգամ չի, 3 լրատվամիջոցներ խառնվել են դրա։ Մենք հրավիրել էինք, որ ազգային ժողովից եկել էին էլի իր պատճառով։ Ինքն էր բերել, հա։ Ինչ եք մտածում, ստացվում է, որ ինքը անընդհատ ինչ-որ բան է։ Դե չեմ ուզում որ նկարեք, բայց լսեք, որտեղ դրանից հետո նայեք ես այդ ժողովի ժամանակ խոսեցի, որ մեր դպրոցում ոչ մի արտարոց բան չի կատարվում, որ ոչ մի դրամահավաքություն չկա։ Այդ ազգային ժողովի պատգամավորները պարզեցին իրանց համար, որ իրոք այստեղ շատ լուրջ կոլեկտիվ է, որ ոչ մեկը նման դրամահավաքությամբ չի զբաղվում, ոչ մեկ իր երեխային ինչ-որ դիտավորությունների չի տալիս, որ ինքը այդպես բողոքում է։ Համենայն դեպս այդ ժողովի ժամանակ հենց պարզվեց, որ ինքն է սուտ խոսում, որովհետև հենց իրանք պատգամավորները բռնեցին իր ասատի վրա։ Հիշում եք, որ իր խոսքը ինքը հակասեց։ Այսինքն ինքը պահի տակ կարող է ստել, պահի տակ կարող է մեկ ուրիշ բան ասել։ Ու այդքանից հետո աղջիկը ինձնից ես կանգնեցի ուղղակի ասեցի, որ ես գիտեմ, որ ոչ մի բան մեր դպրոցում նման առիթներ չի ստեղծում, կարող եք դուրս գալ դրսում ցանկացած ծնողի հարցնեք դպրոցի մասին, ինչ կարծիք ունեն։ Հələ որևէ մեկին դուք էլ կարող եք հարցնել, որևէ մեկին ուզում եք պատահական անցորդի հարցրեք, տեսեք մեր դպրոցի մասին ինչ կարծիք ունեն։ Նրանք բոլորն են sense մանավանդ այս վերջերս իրանք անընդհատ հետևում են մեր էջերին, որ մեր դպրոցում այդքան շատ միջոցառումներ, այդքան շատ գիտական հանդիպումներ, նախագծային աշխատանքներ, որ այդքան շատ գործունեություն են ծավալում, որ մենք ամբողջ տարին սենց լարված աշխատել ենք, ու դրա դիմաց մենք ինչ ենք ստանում, ամեն անգամ մի սենց բողոքի պարսավանքի ենթարկվելով մենք ավելի վրդովվում ենք դրանից, հետո մտածում ենք ոնց անենք, որ նման իրավիճակում չհայտնվենք։ Այդքանից հետո ինքը իր աղջկա համար բողոքում էր, որ աղջիկից դրսում տեսավ, ասում է ես գիտեմ դուք ասում ում ստեղ դրածոն եք, ընդ որում ես ավելի երկար տարիների փորձ ունեմ էլի, բայց դրածո չեմ կարող լինել, որովհետև 35 տարի ավելի ստաժ ունեմ։ Ես մտածեցի երեխա է, ունենց մեղքս տվեց այդ աղջիկը, որ այդ ձևի դաստիարակություն է էլի ստանում, դու ինչ, ասում դուք ինչ գիտեք դատարանում, ինչ ցուցումք են տվել։ Աղջիկ ջան, ասի ես տեսել, իմ աչքի տեսածն եմ ես խոսել։ Ընդհանրեն այդ ժողովի ժամանակ խոսել եմ, նայեք, իրանք թիրախավորում են էլի, որ ես ինչի եմ խոսել։ Հիմա այդ նույն բանը, հիմա որ դուք ինձ նկարում եք, եկուս միսօր էլի մի թիրախի առաջ կկանգնեմ, իսկ մեզ ոչ մեկից պետք չի, ես ընտանիք ունեմ, ես երեխաներ ունեմ, որ չեմ ուզում իմ անվան հետ կապված որևէ խնդիր լինի։ Դրա անդրադառնում է ընտանիքի անդամներին, լրիվ անհիմն, կոնկրետ իմ հետ կապված ընտանիքին, չգիտեմ ուսանողական տարիներին, հազար ներողություն, իմ ուսանողական տարիների հետ, ինքը ինչ գործ ունի։ Կամ ով ասեց, որ այսօր կա իմ ուսանողական տարիներից իր շրջապատում ինչ-որ մեկը, որ կարող է հավասարվենք կարծիք հայտնել ինչ-որ մեկի լուրերով։ Եվ ես մի բան էլ ասում, այս պահին հիշեցի, ուղղակի այս պահին հանկարծ հիշեցի, բուլինգի մասին, որ խոսեցիք, նույնիսկ ծիծաղելի է։ Ես Սոֆիային հանդիպել եմ դպրոցից դուրս գալու վերջին օրը, երբ մենք մեր մեթոդ միավորումով, լեզվի մեթոդ միավորումով միջոցառում էինք պատրաստում, ասեմ, բուլինգի ենթարկվող աշակերտը կլինի 3 ձևավորված թիմերից մեկի ավագ։ Երբ ես դուրս եկա, ընկեր Թովմասյանն ասեց երեխաներին հավաքեք, որպեսզի նշանաբանների մասին խոսենք իրենց հետ։ Դուրս եկավ, այ բալես, Սոֆիա ջան, ասում եմ, ձեր թիմին հավաքի, արի, ձեր հերթն է այսօր, մենք պիտի հավաքվենք, խոսենք, ասեցիք էր Աբրամյան, ես գնում եմ այս դպրոցից։ Ինձ համար շատ զարմանալի է, նույնիսկ ասեցի, բա ինչու չես տեղեկացրել, որ մեկ ուրիշին փոխարեն դնեինք։ Այսինքն կարելի է մրցույթի ժամանակ բուլինգի ենթարկվող աշակերտը դառնա միջոցառման ձևավորված թիմերից մեկի ավագը, իրեն այդքան մեծ տեղ տան, չէ՞, մենք խոսում ենք դպրոցի մասին։
Մի քիչ զգուշ պիտի խոսենք Պարզապես դպրոցի ծնողը երեխաների հավաքություններ Հետո գիտեք ինչ ես իրավասիչը չեմ, դուք մի մտածեք, ես իրայք ընդհանրապես միակ դեպքը ես երկար մտածեցի, հասկացա թե Թիրախում ինչու եմ հայտնվել։ Ինքը իմ դասարանում դա առաջի ժամ ունեն մի օր, ընդամենը մեկ օր։ Երբ մտնում էին Սոֆյան, մենք ուսուցիչներով նստած էինք 2-3, չէր բարևում։ Մի օր որ մտան ներս, ասի Սոֆյա չես կարծում, աղջիկ ջան, որ ներս ես մտնում ուսուցիչները նստած են, պիտի բարևես։ Վերջ, նա երբեք ավելի վատ ընդհանրապես չբարևեց, եւ դրանից հետո ես դարձա Ռամոր Տիրախը։ Ասենք այնուամենայնիվ 920 աշակերտ ունեցող դպրոց է։ Գոնե իր կողքը 3 հոգի կանգնեն, գոնե 3 հոգի կանգնեն, որ ասես հա 3 հոգի բողոքում են, ինքը ասում է, չէ, ես էս ունեմ, ես այն ունեմ, ես այս ձայնագրություն ունեմ, ուր են։ Վախացնելով Ուր են այդ ձայնագրությունը։ Սեպտեմբերի 5-ին ժողով անցկացրեցինք, Ծովինար Արտոևնա, ինչ կատարվեց ժողովի ընթացքում, երբ որ ծնողները իրեն ծնողի իրավունքն է, ում կընտրեն ծնող խորհրդի նախագահ, դա ծնողի իրավունքն է։ Ճիշտ է, մենք ներկա ենք եղել, բայց ներկա ենք եղել անվտանգության տեսանկյունից, որտեղ ծնողներն են ինձ խնդրել, այդ ամառվա էքսկուրսիայից հետո ինչ էր կատարվել, այդ արծվի թևեր, թե ինչ որ այդ տարածքում ծնողները դասղեկը խնդրեցին, որ խնդրում ենք դուք ներկա եղեք, որ ինչ որ բան լինի։ Մարդասպանություն էր տեղին, ինչա որ իրար չընտրեցին, ինքը ում որ մտածում էր, որ գուցե մյուսների նախորդ զանգել էր երեկոյան ինչ որ բաներ էր ասել, ու ինչ էր վախացրել, ու դեր ինչ փաստեր ուներ ես չգիտեմ, բայց կոնկրետ նրանք որ իրեն չընտրեցին, շատ դաժան, այսպես տգեղ բառապաշարի արժանացան, մեր ներկայությամբ, այո, մեր ներկայությամբ չէր մնում հարձակվեր, չգիտեմ, անբացատրելի ես այդպիսի իրավիճակում երբևէ չէի եղել։ Ինձ համար դա միած ստրեսային իրավիճակ էր, բայց մենք հաղթահարեցինք այդ ամեն ինչը, հասկանալով, որ երեխան ընդհանրապես կապ չունի այդ ամեն ինչը։ Այո, երեխան շարունակել է իրան շատ լավ զգալ։ Հակառակը ավելին ենք արել, որ ծնողի այդ բացը, գոնե մի բանով մենք փորձենք լրացնել, էլի, որ ծնողի այդ ագրեսիան իր մեջ մտած ագրեսիան, մենք իրան սիրենք, գրկել ենք, չգիտեմ Սոֆիա ջան, վատ է։ Իմ հետ է մի ընթացք շատ լավ հարաբերություն, մոտեցել, բարևել, ես իրեն գրկել եմ Սոֆիա ջան, երեխա է, մենք մանկավարժ իրավունք չունի ծնողի խնդիրները կապել երեխայի հետ եւ երբևիցե չենք արել մենք Մենք խղճի առաջ մաքուր ենք ամենայն դեպս երեխաների իրավանդեպել ոչ մի վատ բան չենք արել, պարզապես հիմա հակադարձում ենք իր ասած, որ ոչ, այդպես չի եղել, չի կարելի զրբարտել մարդկանց, ուղղակի չի կարելի։ Ուղղակի վերաշխնդրության ինչ-որ բան ունի իրավունք։ Գոնե մի բան լիներ, ասես, այս մի բան է, երեխան վատ օրինակ է ստանում ծնողից։ Մեր ցավը ես մի բան ասեմ, եթե ես տնօրեն դարձա ու ինչ որ վատ բաներ եղավ, ինքը 8 տարի այս դպրոցում անընդհատ կռիվ ասարկել։ Այնպես չի, որ իմ տնօրեն դառնալուց հետո եղավ, մանկապարտեզից սկսած գյուղի տարբեր մարդկանց հետ, որը մեր գործը չի, ես չեմ ուզում խորանալ այդ ամեն ինչի մեջ, բայց մինչև անգամ ծնող խորհրդի նիստը, որտեղ պիտի քննարկվեր, ես զարգացման ծրագիր ներկայացնեի, որ դեռ չի դարձել։ Այդ ժողովը, այդ նիստը անգամ ինքը կռվի էր վերածել։ Այսինքն դեռ ես չի հասցնի իր երեխային, չեմ դասավանդել երբևիցե, ես չգիտեմ, ինքը սենց մի հատ վրեժ ունի իմ եւ դա փոխանցվում է դպրոցի կոլեկտիվի բոլորի նկատմամբ։ Ես ընդամենը կոչ եմ անում ապրի իր կյանքով։ Մենք տեղից հագեցած է մեր աշխատանքը, մենք ապրում ենք հագեցած կյանքով, այնպես որ ուղղակի թող հեռանա այս դպրոցի հետ կապված ամեն ինչից։ Թող հեռու մնա այդ ամեն ինչից, չգիտեմ, իրավապահ մարմիններն էլ կզբաղվեն իր շատ վիրավորականից, թե նկարները սա տվել փոխանցել տարբեր լրատվականների շատ վատ արտահայտություններով։ Այդ բոլորը ի վերջո երևի թե ես անընդհատ համբերեցի, անընդհատ մտածեցի դե կինա, գուցե անձնական խնդիրներ ունի, ամեն դեպքում իմ աշակերտի մայրն է, թող չտուժի, ես բազմաթիվ անգամներ իրան ասել եմ, որ այն, որ քո երեխան սովորում է այն դպրոցում, որտեղի տնօրենն եմ ես, դա ինձ թույլ չի տալիս, որ ես քեզ պատժեմ իրավական դաշտում։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ դա, բայց այն, որ ինքը եկել է այստեղ իրադարձություն է կատարվել, ինքն է ոստիկանություն կանչել, ես որպես դպրոցի տնօրեն ընդամենը նայել են տեսանյութերը, ես չեմ շղթելու տեսան, ես ընդեղ էլ չեմ եղել։
չի կարելի դա դարձնել անձնական թշնամություն ու դրանից տուժում է ամբողջ մանկավարժական կոլեկտիվը։ Նրանք, ովքեր ինձ բարեկամ են, նրանք, ովքեր ինձ բոլորը այստեղ բոլորը ինձ մտերի տարիների ընկերներն են։ Մենք չենք վերաբերվում իրար որպես տնօրեն, մենք ընկերներ ենք, սա մի մեծ ընտանիք է, աշխատանքային կոլեկտիվ է, որտեղ շատ հեշտ է ղեկավարելը, որովհետև մենք իրար հասկանում ենք, մենք աչքով իրար նայելով։ Ստեղ չկա բռնություն, չկա անշնորհք վերաբերմունք, չկա բուլինգ, չգիտեմ։ Եվ նույնը ծնող խորհրդի հետ է, նույնը շրջանավարտների հետ է, նույնը աշակերտների հետ է։ Մենք բացարձակ նմանատիպ խնդիրներ չունենք։ Եվ ուղղակի կոչ եմ անում հեռու մնա Զովունու դպրոցից։ Եվ ընդհանրապես իմ անձից բավական է արդեն։ Հաջորդիվ գուցե լրիվ այլ դաշտում հանդիպենք այլ իրադրության մեջ։